Որը պիտի անցնի իր այդ ցավ, այսպես ասած, հա, պատճառող բոլոր իրադարձություններով, որպեսզի գա պահ, երբ որ ինքը սկսի հասկանալ քաղաքական առաջնորդները ինչի մասին են խոսում։ Ժողովուրդը, որը որ ի վիճակի չի, հա, այսօր պրոպագանդան ոնց է, Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ, Եվրոպայի հետ, վերջ։ Մակարդակը քաղաքական ընկալման, չէ՞։ Դա ստրուկ, քաղաքական ստրուկի պես ապրող ժողովրդի քաղաքական մտածելակերպն է։ Այդպիսին է մեր մամուլը, վերլուծությունը, քաղաքական չգիտեմ ինչը, այդ ամբողջ դիտողում դրա շուրջն է։ Շատ ցածր մակարդակ է քաղաքական մտքի բնորոշ քաղաքական ստրկության մեջ ապրող հանձնվենք, հա, կոպիտ շատ, հա, նու շատ կոպիտ եւ ընդհանրեն այդ հարցերը։ Բիզի գիտակցությունը բարձրանա, հələ մի քանի անգամ էլ մայրաթորում պիտի մարդ ծեծեն, որ մարդկանց մոտ գաղափարը հասնի նրան, որ ասեն, այո, հա, հիմա հասկանում ենք ինչի է պետք ճանաչել մայրաթորի ինքնիշխանություն։ Որպեսզի մենք չհուզվենք նրանից, որ մայրաթորի դուռը բացվում է, մտնում են 10 դիմակավոր ոստիկան, միգուցե եւ դա անհրաժեշտ է, դա այլ հարց է, ոնց դա անել, կատարել եւ այլ։ Բայց այդ տգետ պատկերից հանրությունը պաշտպանվելու ձև ունի միայն ճանաչելով մայրաթորի հատուկ իրավասությունը։ Եվ եթե մենք հետ նայենք նորից, այդ մարդիկ հետ նայեն այն ինչ որ մենք ձեր եթերում, չէ, հաղորդում առ հաղորդում ներկայացնում ենք, բացատրում ենք եւ այլն, բոլոր այս հարցերին, որի հետ մենք այսօր առնչվում ենք, սեփականության հետ, օլիգարխիայի հետ, երկրի հարկային համակարգի հետ, երկրի սոցիալական ապահովության հետ, արտաքին քաղաքականության հիմնադրույթների հետ, ամբողջ այնտեղ կգտնեն, ինչի, որովհետեւ երկար կյանքի քաղաքական կյանքի ամփոփման արդյունք է այդ սահմանադրության առաջարկը։ Ես ոչ թե տվյալ սահմանադրության առաջարկն եմ գովում, ես ընդհանրեն ուզում եմ ասել, որ կան այս հարցերը, այդ հարցերն են կարևոր։ Ազգային հարստությունը, հարկային համակարգը, սոցիալական ապահովման համակարգը, էկոլոգիայի հարցերը, արտաքին քաղաքականության սահմանափակումները, այս հարցերն են ֆունդամենտալ երկրի համար, որտեղ որ հանրությունը գիտակից կողմնորոշում պիտի ունենա։ Եվ մենք ցավոք սրտի ես պիտի սպասեմ, մինչև հանրության մեջ այդ գիտակցության ունակություն դրսևորող մարդկանց քրիտիկական զանգվածը գերազանցի 2%-ը։ Այսօր մեզ մոտ 2%-ը չի գերազանցում։ Գերազանցելուց հետո ասենք եկավ 2%։ Դե գիտեք, ուրանի դեպքում 3%-ի դեպքում խաղաղ այդ ատոմը Հայաստանում հիմա կա մի 4-5 տեսլական արտահայտված տարբեր քաղցառայողներ են իրենք սահմանադրական տարբեր առաջարկներով 4-5 տեսլական կա։ Պարույր Հայրիկյանի տեսլականը կա արտահայտված այն առաջարկը, որը ինքը հրապարակել է։ Իմ տեսլականը կա, որը որ ես հրապարակել եմ։ Էլի բաներ կան։ Հայ ժողովուրդը ունի այսօր ընտրություն, ասել որ քաղաքական միտքը Հայաստանում քնած է, մեռած է եւ այլն, մենք չենք կարող այս տարիների ընթացքում տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ այս բոլոր հարցերը բարբերաբար հանրության առջև բերում էին, դնում էին։ Հանրությունը չի վերցրել օրակարգ այդ հարցերը։ Եւ ես դրա համար եմ ասում, երբ կվերցնի, երբ որ հանրության մեջ ձևավորվում է այդ 2-3% մարդկանց մեջ գիտակցող, որ որն է օրակարգային կարևոր հարցերը, երբ որ բնակչության ընդհանուր թվի մեջ 2-3% այդպիսի մարդիկ արդեն կան, քաղաքական օրակարգը վերցնող կա։ Քաղաքական գործիչը առաջարկ է անում, պահանջարկ կա եւ այդ պահանջարկը սկսում է աշխատել, որից հետո շարադրվում է միանգամից քաղաքական այդ ամբողջ գիծը, ինչի աջակցել այս քաղաքական ուժին, այս առաջնորդին, որովհետեւ նա բերում է այս
սահմանադրական կարգը հիմնավորող այս հասարակական ձեր ասած կարգի փոփոխության այս ռեֆորմը, որը որ տեսականորեն բերելու է այս արդյունքի, լուծում է այս խնդիրները, որոնք որ մեզ մոտ հավաքվել են, հա, եւ այլն։ Եվ այդ բերում է արդեն շարադրված քաղաքական process-ը, սոցիալական մյուս խավերը հետևից գալի միանում են, գտնում են ամեն մեկը իր տեղը, պատճառաբանությունը իր համար տարբեր կարող է լինել եւ այլն։ Այ սկիզբը մեզ մոտ, հիմա մեզ մոտ կա շատ փոքր նախաձեռնող, հա, ոչ թե նախաձեռնող, դա նույնիսկ ասեմ, շատ մեծ այսպես բան կա, ճեղքված կա այն մարդկանց միջև, ովքեր որ մասնագիտական մակարդակով հասկանում են Հայաստանի խնդիրները, ունեն լուծումներ, առաջարկներ եւ այլն, եւ այն նվազագույն գոնե աջակիցների, հա, գիտակից աջակիցների անհրաժեշտ թվի մեջ, որը որ պետք է որ այդ անցումը կատարվի product արտադրողներից product սպառողներին։ Մեզ մոտ դա հանրության մեջ չի տեղ ունենում։ Փոխարինվում է այլ բաներով։ Եկեք հավաքենք 25 հատ խումբ զինվորների կամ չգիտեմ ինչերի գնանք զանգվածային անկարգություններ կազմակերպենք, որպեսզի impeachment լինի պարլամենտում։ Չէ, այդ հիմա ձայնագրությունները, որոնք որ բացահայտեցին, իհայտեկան ինչի մասին, ինչ քաղաքական միտք է։ Արեցին 24 թվականին փորձ ճնշել, հա, նույնիսկ չեմ կարող հասկանամ ում հանրությունը թե իշխանությունը չստացվեց, գնացին մտածեցին ինչի չստացեց, որովհետև վատ են կազմակերպված։ Հիմա փորձեն գալ նույնը անել։ Մոդելը հետևյալն է։ Փողոցում ժողովուրդը, խորհրդարանում impeachment-ի գործընթացը, միտքը ԿՊ-ի ներկայացուցիչները վախից կքվեարկեն մեր տեխնացուին։ Ժողովրդի հետ դա կապ ունի, չունի։ Երկրի հետ դա կապ ունի, չունի։ Դա պարզապես վարչապետի կամքին, չգիտեմ ում կամքին, միգուցե այդ 100 ընտանիքների կամքին հակառակ կամ դրա մի մասի կողմ, մյուսին հակառակ վարչապետի փոփոխության ծրագիրը։ Ընդհանրապես Եվ դրա համար հանրության համար այսպես եւ մարդիկ ոնց են փորձում այդ ճգնաժամը հաղթահարել, որ օժանդակություն չկա։ Տեսեք, նու 24 թվականին կարային շարժվեն երկու ուղղությամբ։ Դեպի ժողովուրդ, այսինքն քաղաքացիական անհնազանդության համար ամուր քաղաքական գաղափարական հենարանա պետք։ Մարդիկ պիտի հասկանան խեն դա անում։ Քայլարամերժիր Սերժին պարզ, շատ պարզ բան ուներ։ Ոչ կոռուպցիային Սերժ Սարգսյանը խաբել է 5, 6, 10, 25 անգամ Մերժենք Սերժին այդ ամբողջը մի այդ նախադասության մեջ է։ Դա գաղափարապես շատ ազդեցիկ ուժեղ բովանդակություն ունեցող կարճ նախադասություն էր բոլորին հասանալի եւ դրա համար աշխատում էր լայն զանգվածի։ Այսինքն իդեմը Սերժի երևույթներին մերժենք այս Սերժը ասոցիացվում էր կոռուպցիայի հետ։ Հասկացա։ Բոլորի մոտ էր ասոցիացում։ Քաղաքացու շարքային մինչև օլիգարխիայի ներկայացուցիչներ Սերժ Սարգսյանը ասոցիացվում էր կոռուպցիայի ամենաագահ, ամենապրիմիտիվ դրսևորումների հետ։ Եվ հայ ժողովուրդը ուզում էր հրաժարվել բոլորը Սերժից։ Այդ պատճառով Քայլարամերժիր Սերժին դարավ բոլորի համար իր ձևով, իր պատճառաբանությամբ տրամաբանված կարգախոս, որը նաև այն բան ուներ, որ պաշտոնապես ասել ես, որ իշխանությունը հանձնում ես Կարեն Կարապետյանին ու չարեցիր, խաբեցիր։ Ընտրությունները հաղթեց Կարեն Կարապետյան։ Չէ՞։ 17 թվականի ընտրություններում դու չհաղթեցիր Սերժ, Կարեն Կարապետյանը հաղթեց։ Այդ ամենը բերեց այդ բանի անկախ նրանից ով ինչ կասի ոնց են կազմակերպել ինչ բան եւ այլն էլի, բայց միտքը Բագրատ Սրբազանի մտավոր այդ շրջանակը ոչ թե գնում են դեպի գաղափարը հանրային դարձնելու, որովհետեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորենք գաղափար չի էլի։
այսօրվա դրությամբ դա գաղափար չի։ Նիկոլին հանենք լավ կլինի, գաղափար չի աշխատում այդ գաղափարը։ Գաղափարը ինչ էր, երբ որ պարզապես ասում էին Սերժին հանենք լավ կլինի, չէր աշխատում այդ գաղափարը։ Քայլ արա մերժիր Սերժին, այդ ուրիշ բան է, ես հետ եմ բացատրում։ Քայլ արա մերժիր Նիկոլին, պիտի իր բովանդակությունը հստակ ստանա, չի կարողանա այլ կերպ ընկալվի Փաշինյանը, քան կապիտուլյացիայի հետ ասոցիացվող մարդ։ Հիմա ինքը իրեն Մարտին Լյութեր Կինգի տեղ տնի, չգիտեմ ինչի տեղ, Մարտին Լյութերը ներողություն, ոչ թե Կինգի, ինքը չի այլ կերպ ասոցիացվում, եւ Հայաստանից դուրս միջազգային հանրության մեջ, եւ Հայաստանում, եւ Թուրքիայում, եւ Ադրբեջանում, ինքը կապիտուլյանտ, գործիչ է, եւ այդ ասոցիացիան մնալու է իր հետ հավերժ, ինքը դա չի կարողանա փոխել, ոչ մի քայլով, ոչ մի գործողությունով, դա արդեն հանրային, այսպես ասած, բանի մեջ մտած է։ Հիմա կարգախոս, մենք սկսում ենք արդեն տեխնոլոգիական դետալների մեջ, կարգախոս մերժիր Նիկոլին, իրականում մերժիր կապիտուլյացիա։ Իսկ մերժիր կապիտուլյացիա Ռուսաստանի հետ Բագրատ Սրբազանի առաջարկը չաշխատեց, չէ, այսինքն կապիտուլյացիան պարզ այն է, Անկարան, Թուրքիան, Ադրբեջանը, սա է սա, ալտերնատիվը որն է, այստեղ հիմա և շատ ծանր, շատ բան գնում է այդ ալտերնատիվը, մարդիկ էլի չեն ուզում տեսնեն, պարզապես չեն ուզում տեսնեն ալտերնատիվ։ Եվ երբ որ չեն ուզում տեսնեն, շարժվում են ոչ թե որոնում են գաղափարական հենարանի, որը որ հանրային կդարձնի ընդվզումը և հնարավորություն կտա օլիգարխիայից հեռանալ և այսպես ասած առանց օլիգարխիայի շարժում անել։ Այլ գնում են հակառակը, դեպի ռադիկալիզացիա։ Ոչ թե քաղաքացիական խաղաղական հնազանդություն, այլ զանգվածային անկարգություններ, այն ինչը որ կարող է մեկ սաղրել ըստ ինձ քրեա իրավական իմաստով Բագրատ Սրբազանին եւ իր կողմնակիցներին զուտ այն հեռախոսային, հա, դա բավական ապացույցներ չեն եւ յուրաքանչյուր մարդ մինչեւ չապացուցվի իր մեղքը դատարանում անմեղ է, բայց այդ լավագույն դեպքում ոչ թե խոսք կարող է գնալ պետական հեղաշրջման, չի լինում պետական հեղաշրջում impeachment-ի, հա, միջոցով, այլ կարող է գնալ ռադիկալ բողոքի դրսևորումների մասին, որոնք որ առնչվում են զանգվածային անկարգություններ եզրույթի հետ։ Նպատակն էլ ստեղծել մթնոլորտ զուգահեռ impeachment-ի գործընթացին, հələ քաղաքական գաղափարի սնանկությունը։ Հարկավոր է վախեցնել ԿՊ-ի ֆրակցիայի ներկայացուցիչներին, որպեսզի իրենք վախենան, դրա համար պիտի ինչ-որ պրոցես, ռադիկալ պրոցես լինի Երևանում, որպեսզի իրենք վախենան և իրենց հնարավոր լինի ասել, դե մենք ձեզ անվտանգություն ենք երաշխավորում, քվեարկեք Փաշինյանին դեմ, այսինչին կողմ։ То есть այսինչը գալիս է, սաղին ասում է, երաշխավորում եմ ձեր անվտանգությունը, եթե ինձ քվեարկեք, այս բողոքները կդադարեն։ Սա է բանաձևը։ Այդ բանաձևը եւ հիմա այն ինչ որ մենք ենք խոսացել, մարդկանց դեպի ազատություն տանում է, մարդկանց դեպի գիտակցություն տանում է, երկիրը դեպի պրոգրես տանում է, իմ կարծիքով չէ,